Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում ժամանակն է խոսել հաղորդաշարի հերթական թողարկումն է եւ մեր հյուրը այսօր քրդագետ, ռազմագետ Կարեն Հովհաննիսյանն է։ Բարև ձեզ, պարոն Հովհաննիսյան։ Բարև ձեզ։ Նախ շնորհակալ եմ, որ հնարավորություն տվեցիք այսօր միասին խոսել բավականին փաստահեն եւ առարկայական թեմաների շուրջ, որովհետեւ ցավոք վերջին շրջանում եթերը ողողված է ուղղակի զրույցներով եւ մեղադրանքներով։ Եվ թերևս ուզում եմ սկսել այսօր հարցազրույցը այն բանից, որ կրակոցները Սյունիքում շարունակվում են եւ ոչ միայն Սյունիքում, ընդհանրապես ճնշումները ամեն ձև շարունակվում են։ Կարծում եք այս կրակոցները եւ նմանատիպ ճնշումները հիմնականում Զանգեզուրյան միջանցքի գաղափարը առաջ տանելն է եւ արդյոք սա ռազմական քաղաքական սպառնալիք չէ Հայաստանի համար, Հայաստանի տարածքային ամբողջականության տեսանկյունից։ Ընդհանրապես ինչ իրավիճակ է ըստ ձեզ Սյունիքում եւ համամիտ եք արդյոք իմ ձևակերպումների հետ։ Ադրբեջանը փորձ է կատարում այս ժամանակահատվածում Հայաստանից ստանալ առավելագույնս եւ ինքը փորձ է կատարում այդ առավելագույնը ստանալ ոչ թե ռազմական ճանապարհով, այլ հնարավորինս մեր ստորագրությամբ, որովհետև այսպես կոչված Զանգեզուրյան միջանցքը, ինչին որ ձգտում է եւ Ադրբեջանը եւ Թուրքիան, իրենց հարկավոր է ոչ թե ռազմական ճանապարհով, ասել է թե ոչ թե օկուպացիայի միջոցով, այլ Հայաստանի Հանրապետության ստորագրությամբ, որովհետև այդ Զանգեզուրյան այսպես կոչված միջանցքը հարկավոր է Ադրբեջանին ոչ թե բեռնափոխադրումներ իրականացնելու համար կամ ինչպես իրենք են ներկայացնում Նախիջևան եւ Ադրբեջան կապը ապահովելու համար ցամաքային, այլ շատ ավելի հեռուն գնացող նպատակներ ունեն, այն է էներգետիկ ռեսուրսներ, Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսները այդ տեղով անցկացնելն է։ Իսկ բոլորս էլ գիտենք եւ հասկանում ենք, որ օկուպացված տարածքներով էներգետիկ ռեսուրսներ, այսել է թե նավթամուղեր, գազամուղեր անցկացնելը, դա համաշխարհային մասշտաբով, միջազգային նորմերով, իրավական նորմերով դիտարկվում է որպես վաքսանենք ճանապարհով ներմուծված ապրանքներ եւ գնորդները խնդիր են ունենում իրավական առումով սրա հետ եւ եթե այսպես միջազգային իրավական հարթության մեջ գնանք, ապա շատ վատ իրավիճակում են հայտնվում հենց իրեն գնորդները։ Դրա համար Ադրբեջանին եւ Թուրքիային հարկավոր է, որ Հայաստանի Հանրապետությունից կորզի ստորագրություն, որով որ ինքը կարողանա ձեռք բերել այսպես կոչված Զանգեզուրյան միջանցքը։ Իսկ դրան հասնելու համար բնականաբար օգտագործում է այն բոլոր հնարավոր եւ անհնար միջոցները, որոնք որ գոյություն ունեն եւ դրանց համատեքստում են նաեւ այդ կրակոցները, տարբեր տեսակի հայտարարությունները, պատերազմով վախեցնելը, պատերազմի իմիտացիա ստեղծելը եւ այլն եւ այլն։ Գտնում եք, որ Սյունիքի բնակչությունը այս պահին վտանգի մեջ է, թե սրանք իրապես, ինչպես հայտարարում է իշխանությունը, ոչ թիրախային, ուղղակի կրակոցներ են, այդպես ստացվել է, միգուցե կարգ ու կանոնն է խախտված, հա, ադրբեջանական բանակում։ Չպետք է դիտարկենք միայն Սյունիքը, այլ ամբողջ Հայաստանի Հանրապետությունը, որովհետև շատ վտանգավոր է մեր տարածաշրջանը միայն դիտարկել եւ ասել այս տարածաշրջանն է վտանգի մեջ, չէ՞ որ Հայաստանի Հանրապետությունն է, եթե վտանգի մեջ է թեկուզ հայկական մեկ բնակավար, նշանակում է Հայաստանի Հանրապետությունն է գտնվում վտանգի մեջ։ Եվ այս առումով Ադրբեջանի հերահար նպատակների մեջ մտնում է այն, որ ինքը կարողանա որևէ մեկ բնակավայր վերցնի իր վերահսկողության տակ եւ այդ բնակավայրը կդարձնի այսպես կոչված սակարկման առարկա եւ ինքը կփորձի դրանով հանդերձ ազդել Հայաստանի վրա, ավելի ուժեղ ազդեցություն ունենալ Հայաստանի վրա, որպեսզի կորզի այսպես կոչված Զանգեզուրյան միջանցքը։ Դրա համար ես կարծում եմ, որ իրականում պատերազմը երբեք չի էլ ավարտվել, դրա մասին չկա եւ ոչ մի ստորագրված փաստաթուղթ եւ պատերազմը դեռ շարունակվում է, պարզապես այս պահին կարելի ասել пассив փուլն է։ Պարոն Հովհաննիսյան, ռազմահայրենասիրական ոգին մեր բանակում այս պայծառությամբ ինչ մակարդակի վրա է, ընդհանրապես այս ոգու դաստիարակության առումով դուք անելիքներ տեսնում եք։ Գիտեք, ընդհանրապես ցանկացած պետություններում եւ ցանկացած երկրների բանակները, երբ ռազմական անհաջողություն են գրանցում, իրենց մոտ անկում է լինում, բարեհոգեբանական անկում է լինում։ Եվ այդ անկումային շրջանը բավականին ծանր է լինում եւ բավականին նույնիսկ վճռորոշ է լինում պետականության հետագա գոյության վրա։ Այս դեպքում պետք է ասեմ փառք ու պատիվ մեր սպաներին, ովքեր կարողացան հաղթահարել այդ բարոյահոգեբանական վիճակը, պետք է ասեմ բավականին բարդ
վատ բարոյահոգեբանական վիճակ էր, որովհետև 2020 թվականից հետո նույնիսկ շատ շատերը այսպես զեկուցագրեր էին գրում բանակից փորձում էին դուրս գալ, որովհետև չէին համակերպվում այդ ռազմական անհաջողության հետ, որին պարտություն են անվանում, սակայն փառք ու պատիվ շատ սպաների կարողացան դուրս գալ այդ բարոյահոգեբանական վիճակից, բայց այստեղ նաև մենք մեկ այլ խնդրի ենք արդեն բախվում, որովհետև մեկ այլ բան է բարոյահոգեբանական վիճակը, մեկ այլ բան է իրականությունը։ Եվ պետք է իրականությունը եւ բարոյահոգեբանական վիճակը գոնե, եթե չասենք հավասար, ապա գոնե քիչ տարբերությամբ միմյանցից լինեն։ Այս դեպքում անընդհատ Ադրբեջանի այդ բոլոր հայտարարությունները, որ անում է, թե եւ այն քարոզչությունը, որ անում է մեջա-ռեսուրսով, թե ճանապարհն են կառուցում Զանգեզուրյան միջանցքի, մենք մեր հատվածում թունելն ենք ավարտել եւ այլն, դրանք անուղղակիորեն նաեւ ազդում են բանակի բարոյահոգեբանական վիճակի վրա, որովհետեւ մարդիկ տարակուսած են, չեն հասկանում ինչ է կատարվում, իրենց գործը քաղաքականությամբ զբաղվելը չի, իրենք տեսնում են մատուցվողը եւ իրենք փորձում են հասկանալ կամ արդեն չեն հասկանում, թե ինչ է տեղի ունենում։ Եվ այստեղ իսկապես մենք անելիք ունենք, որպիսի ադրբեջանական այդ քարոզչությունը չազդի բանակի բարոյահոգեբանական վիճակի վրա, ինչպես նաև ներքին քաղաքական կյանքի խժդժությունները չազդեն ներքին քարոզչությունը վերջապես չազդեն, այո, բանակի բարոյահոգեբանական վիճակի վրա։ Սրանք իհարկե բավականին դժվար ու բարդ է այս պայմաններում եւ այս իրավիճակում դրա հարցերը լուծել, բայց պետք է կարողանանք այդ հարցերը լուծել։ Մեր բանակին պաշտպանության համակարգին ընդհանրապես ռեֆորմներ հարկավոր են թե ոչ, եթե այո, ապա արդյոք խնդիրը կլուծվի մասնագիտացված բանակ ունենալով եւ ընդհանրապես բազմաբևեռային պիտի լինի պաշտպանության հարցերի սպասարկումը ըստ ձեզ թե ոչ, որովհետև կարծես մենք սովորել ենք անընդհատ մի կողմի վրա հույս դնելով եւ վերջին տարիներին այլ արցախյան պատմություններից հետո հասկացանք, որ ռուսական կողմի վրա այդքան էլ պետք չէ հույս դնել, ամեն դեպքում վերապահումներով են հիմա մոտենում այս կողմից պաշտպանության իրականացման հարցերը։ Ռեֆորմներ բանակում իսկապես լինում են, կան ռեֆորմներ եւ այդ ռեֆորմները պետք է ասեմ, որ իրեն արդարացման առումով իրենց կարդարացնեն կամ չեն արդարացնի, դա պարզ կլինի ռազմական գործողությունների ժամանակ, որովհետև որպես կանոն քննությունները, այսպես ասենք, հանձնվում են հենց ռազմական գործողությունների ժամանակ։ Տեսեք, մենք երկար ու ձիգ տարիներ, չէ, ասում էինք մեր բանակը, մեր մարտունակ բանակը եւ այլն, բոլորս վստահ ենք, որ այդպես է, իսկապես այդպես է, մեր բարոյահոգեբանական տղերքի վիճակը շատ լավ է, բայց հասկացանք, չէ, 44-օրյա պատերազմից հետո, որ այդքան էլ այդպես չէր, այսինքն այն քննությունը, որ մենք հանձնեցինք, փողի վրա հանձնելուց արդեն այլ իրավիճակ, բոլորովին այլ արդյունքներ գրանցեցինք։ Այնպես որ այդ ռեֆորմները եւս պետք քննության կարիք կունենան, դրա համար պետք է մենք առավելագույնս իրական ռեալ դաշտում բերենք ռեֆորմները եւ ոչ թե թղթերի վրա ամեն ինչ շատ լավ է, ամեն ինչ հիանալի է, բայց իրական դաշտում բոլորովին այլ է։ Ինչ վերաբերվում է մեր բազմաբևեռ քաղաքականությանը, ես կարծում եմ, որ իրականում մենք պետք է ռազմավարական գործընկերների ընտրությունների դեպքում իսկապես լինենք չկաշկանդված եւ բազմաբևեռ քաղաքականություն վարենք եւ մենք կարողանանք ոչ թե հույսներս դնենք մեր ռազմական կամ ռազմավարական գործընկերների վրա, այլ ինքներս մեր վրա համագործակցելով իրենց հետ։ Իսկ ինչպես դա պետք է անել, առաջին հերթին պետք է զարգացնել ռազմաարդյունաբերությունը։ Ես իմ բոլոր հարցազրույցներում այսպես անցկացնում եմ կարմիր թելով այդ միտքը, որ պետք է նաև իմ հոդվածներում, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է զարգացնենք ռազմաարդյունաբերությունը։ Առանց ռազմաարդյունաբերության զարգացման ցանկացած ռազմավարական գործընկերի հետ հարաբերությունների այսպես ծաղկուն կամ շատ լավ ստեղծելուց զատ դրանք մարդկային հարաբերություններ են, վերջի վերջո պետական հարաբերությունները մարդկային հարաբերությունների վրա են հիմնված եւ կարող են մի X պահից այդ հարաբերությունները փչանալ եւ ինչ որ մեկը կարող է դա փչացնել, թշնամի երկիրը կարող է դա փչացնել եւ մենք պետք է մեր ռազմաարդյունաբերությամբ կարողանանք ազդել արտաքին քաղաքականության վրա, դերակատարների վրա։ Ես չեմ ասում, որ միայն մեր ներքին պահանջարկը, հա, այդ
փամփուշտը կամ զինամթերքը ներքին պահանջարկի, այլ նաև նրա համար, որ դա մեզ համար կլինի հենարան արտաքին հարաբերություններում մեր, այսպես ասած, գործը առաջ տանելու համար։ Քանի որ խոսեցինք հենց ռազմամթերքի զին տեխնիկայից, այսպիսի մի հարց չեք կարծում, որ հնարավոր է, որ այդ ոգին Արցախյան պատերազմի 20 թվականի պատերազմի ժամանակ կոտրվեց հենց նրանից ելնելով, որ չկար այն զին տեխնիկան, զինամթերքը, որը հնարավորություն էր տալիս ժամանակակիր պայքար մղել, եւ մենք դրա հետ առաջին հերթին բախվեցինք, դրա համար հիասթափություն եւ վախ զարգացավ, հետեւաբար դրանից բխեցին հետևանքներ, եւ արդյոք մենք ունենք այդ ներուժը ռազմամթերք ունենալու արդյունաբերությամբ զբաղվելու առումով։ Բնականաբար ժամանակակից աշխարհում եւ ժամանակակից պատերազմներում նոր տեխնոլոգիաները կիրառվում են, իրենց կիրառությունը ունեն եւ բոլոր հակամարտություններում այլևս հատկապես 2020 թվականից հետո աշխարհում սկսվել է կիրառվել լայն թափով, կիրառվել նորագույն տեխնոլոգիաներով, այսպես ասած, ռազմամթերքը, զինտեխնիկան։ Եվ իրականում հետագայի պատերազմները պատկանում են նորագույն տեխնոլոգիաներին եւ պետք է մենք սրա հետ հաշվի նստենք։ Ինչ վերաբերվում է մեր ռեսուրսներին, արդյոք մենք ունենք, իսկապես մենք ունենք, պարզապես չպետք է մենք ասենք, թե մենք ունենք եւ դրանով սահմանափակվենք, այլ պետք է մենք դա կարողանանք մոտիվացնել, զարգացնել, ավելի առաջնային պլան բերել, միջազգային փորձել ավելի ուսումնասիրել, այսինքն աշխատել է պետք եւ չասենք միայն այո ունենք եւ առաջ անցնենք։ Ունենալը մեկ այլ բան է եւ այդ ամենը գործածելը եւ այդ ամենով առաջ գնալը բոլորովին այլ բան է։ Հիմա այս պետությամբ այն ռազմամթերքով ընդհանրապես մեր պաշտպանության ոլորտի ապահովման տեմպերով եւ որակով դուք գոհ եք։ Ես ընդհանրապես այդ առումով դժգոհ մարդ եմ, ես անդադ դժգոհում եմ, նախ որպես մասնագետ եմ դժգոհում անդադ տեմպերի հետ կապված, որովհետև ես միշտ ասում եմ, որ կարելի է շատ ավելի ինտենսիվ անել, այսինքն հնարավոր է ինտենսիվ, բայց չի արվում, եւ կարելի է շատ ավելի թիրախային ամեն ինչ անել։ Այն, որ գործողություններ կան, դա անհերքելի փաստ է, բայց ինձ համար դրանք դանդաղ են։ Պարոն Հովհաննիսյան, անդրադառնանք արդեն Իրանի հետ կապված մեր հարաբերություններին, Իրանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է կպաշտպանի սահմանների հարցով եւ այլն, բայց որքանով խորքային արմատական այդ պաշտպանությունը կարող է լինել։ Եվ երկրորդ տարածաշրջանում որքանով է վտանգված Իրանի դերը ինքն իր առումով, որովհետեւ տեսնում ենք, որ արտաքին ճնշումը Միացյալ Նահանգների, Իսրայելի կողմից մեծանում է։ Այլ կերպ ձևակերպեմ հարցը նաև, որքանով մեզ համար արդյունավետ կարող է լինել հույսներս դնել Իրանի վրա, որ մեզ կպաշտպանեն եւ ընդհանրապես ինչ հեռանկար եք տեսնում այս առումով։ Նախ այդ գաղափարը բավականին սխալ է, որ պետք է հույսներս դնենք Իրանի վրա, Ռուսաստանի վրա, չգիտեմ, Ամերիկայի վրա, այդպիսի բան չպետք է լինի, որովհետեւ նրանք պետություններ են, գերպետություններ են, հզոր պետություններ են եւ իրենց ազգային շահ ունեն վերջի վերջո, հետապնդում են իրենց ազգային շահը։ Մի գեղեցիկ օր կարող է Իրանի եւ Ադրբեջանի պետական ազգային շահը համընկնի եւ իրենք միմյանց հետ համագործակցեն։ Այնպես որ հիմա հույսներս դնենք, հետո նեղանանք, թե ինչու չեկաք, մեզ չօգնեցիք եւ այլն։ Ինչ վերաբերվում է Իրանի վտանգավորությունը, ես կարծում եմ, որ եթե խոսքը գնում է օդային պատերազմի մասին, ընդհանրապես պետք է ասեմ, որ Իրանի նկատմամբ երկու տեսակի պատերազմ է վարվում, առաջինը օդային պատերազմ է, որ մինչև հիմա վարվում է, եւ երկրորդը հնարավոր ցամաքային պատերազմ է։ Օդային պատերազմի դեպքում կարծես թե այդքան էլ վտանգ չկա, որ կարող է այն ավելի մեծանա, ավելի ընդգրկուն դառնա, որովհետեւ օդային պատերազմի դեպքում որոշակի թիրախներ խոցվում են, չեն խոցվում եւ դրանով ամեն ինչ սահմանափակվում է։ Իսկ արդեն ցամաքայինի դեպքում բոլորովին այդ բանի հետ գործ ունենք, որովհետեւ մենք գիտենք ցամաքայինի դեպքում այն պետությունները, որոնք որ Իրանի դեմ այսպես կռվում են, նրանք սահմանակից չեն Իրանին եւ իրենք պետք է օգտագործեն այլ պետությունների տարածքները։ Այս դեպքում նաեւ դիտարկվում է Ադրբեջանի տարածքը, խոսքը գնում է Իսրայելի մասին նաեւ, դիտարկվում է Ադրբեջանի տարածքը եւ այստեղ իսկապես վտանգներ կան, ընդհանրապես մեր տարածաշրջանը շատ հեղեղուկ է եւ ինքը շատ
զգայուն է նաև ցանկացած ռազմական գործողությունների եւ ցանկացած ներքաղաքական, ցանկացած պետություն ու ներքաղաքական իրավիճակով պայմանավորված շատ զգայուն է, շատ հեռու չգնանք Մերձավոր Արևելքում Սիրիայում տեղի ունեցողը, ինչ որ վերջերս տեղի ունեցավ Սիրիայում, մեր վրա նաև ուղիղ այսպես ազդեցություն ունեցավ, որովհետեւ այնտեղ ունենք հայ-հայկական համայնք, կայացած համայնք եւ այլն եւ այլն։ Մի խոսքով Իրանի նկատմամբ ռազմական գործողությունները, ցամաքային ռազմական գործողությունները, այո, կարող են ազդել մեր վրա, իսկ թե դրական կամ բացասական, դա ճիշտ ասած տարբեր սցենարների զարգացման դեպքում կարելի է դիտարկել ժամանակի սղության պատճառով մեկ ուրիշ անգամ այս սցենարների մասին խոսենք։ Ուղղակի շատ կարճ, պարոն Հովհաննիսյան, ժողովրդի կողմից այս ժողովրդին հետաքրքրող հարցը, եթե պատերազմ լինի Իրանում, Ադրբեջանը եւ Թուրքիան արդից կօգտվեն եւ մեր վերջը կտան, այս խոսակցությունները հիմքեր ունեն թե ոչ։ Եթե ցամաքային գործողություններ լինեն Իրանի դեմ, ապա պետք է ասեմ, որ եթե նաև Ադրբեջանում դա դիտարկվի, ապա պետք է ասեմ, որ Ադրբեջանը հազիվ թե զբաղված լինի իր տարածքները պաշտպանելով, որովհետև եթե դիտարկվում է Ադրբեջանի տարածքից ցամաքային գործողություններ Իրանի դեմ, դա նշանակում է, որ Ադրբեջանը կռվում է Իրանի դեմ։ Իսկ եթե մենք դիտարկում ենք այն մասը, որ Ադրբեջանը չի խառնվում, մեկ այլ երկրից է Իրանի դեմ ցամաքային գործողություններ, միևնույն է, Իրանը ուշով հետևելու է այս կողմին, որպեսզի այստեղ սահմանային փոփոխություններ չլինեն, որովհետև վերջի վերջո այն Հայաստանը դիտարկում է Իրանը պատուհան դեպի աշխարհ, որը որ անվտանգ է իր համար, որը որ հուսալի է իր համար։ Այնպես որ ես կարծում եմ իրավիճակը կսրվի, կլարվի, բայց չեմ կարծում, որ այն աստիճան, որ այսպես ժողովրդի լեզվով ասած, Թուրքիան եւ Ադրբեջանը ձեռքզրույցված Հայաստան տակնորական են։ Պարոն Հովհաննիսյան, անդրադառնանք քրդական գործոնին, որովհետև հասկանում ենք, որ նախ դուք այսպես լավ տեղյակ մարդն եք այնտեղ իրական տրամադրությունների առումով եւ փորձենք հասկանալ Հայաստանը որևէ գործակցություն կարող է ունենալ, կարող է այդ գործակցությունը ի նպաստ Հայաստանի լինել ընդհանրապես, որովհետև հասկանում ենք, որ Թուրքիայում կան փոփոխություններ եւ քաղաքական ակնկալվում են կամ ենթադրվում են փոփոխություններ քաղաքական դաշտում, նաեւ քրդական գործոնը բավականին ակտիվացել է Սիրիայում եւ այլն։ Հիմա հարցի մեկ այլ կողմը, մեր եզդի համայնքը, որը քրդական արմատներ ունի, կարող է կամուշ ծառայել, այսպես իրենց հետ փոխհարաբերություններ ստեղծելուն, արդյոք այդ փոխհարաբերությունը կարող է ի նպաստ լինել, թե մենք բոլոր դեպքերում միմյանց չենք կարող հասկանալ, նաեւ պատմական հիշողությունները հաշվի առնելով։ Այսպես ասեմ, թե քրդական, թե եզդիական գործոնը բացառվում է, չի կարող ոչ մի տեսակի կամուջ լինել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առումով, եւ ընդհանրապես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առումով Հայաստանը միշտ եղել է կողմ եւ այստեղ Թուրքիան է միշտ դեմ եղել, որքան էլ մենք խոսում ենք, որ Թուրքիան կամ թուրքերը մեծ թշնամիներ են եւ այլն, միևնույն ժամանակ այսինքն մենք ասելով ես նկատում եմ մեր իշխանություններին, տարբեր ժամանակների իշխանություններին։ Հանդես են եկել հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու կողմ լինելու տեսանկյունից, բայց դեմ են եղել միշտ թուրքերը, որովհետև թուրքերը ուզեն թե չուզենք, պետք է ընդունենք, որ թուրքերը երբեք չեն ընդունում Հայաստանի Հանրապետության գոյությունը ընդհանրապես եւ իրենք չեն ընդունում, որ կարող են հանկարծ մի օր Հայաստանի Հանրապետության հետ նստել եւ խոսել հարաբերությունների կարգավորման մասին։ Դա այսպես ասած։ Նույնիսկ այսօր, այո, իհարկե, թող չթվա, թե Թուրքիան հիմա փորձ է կատարում Հայաստանի հետ հարաբերություններ կարգավորի, չկա նման բան։ Պարզապես չկա։ Թուրքիան հիմա փորձ է կատարում աշխարհին ցույց տալ, թե ինքը այնքան լավ առաջադեմ երկիր է, որ ինքը նույնիսկ հայերի հետ Հայաստանի Հանրապետության հետ փորձում է հարաբերություններ կարգավորել։ Եվ այստեղ Թուրքիան ուղղորդում է դեպի Ադրբեջան, ասում է Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորի, ես էլ քո հետ հարաբերությունները կարգավորեմ։ Այսինքն հույս ունի, որ Ադրբեջանի հետ հնարավոր չի լինելու կարգավորել։ Այո, իսկ Ադրբեջանի հետ հնարավոր չի հարաբերություններ կարգավորել, զրույցի սկզբում դրա մասին խոսեցինք, որովհետև Ադրբեջանը չի ուզում այդ հարաբերությունները կարգավորվի, որովհետև Ադրբեջանի համար կփակվի պատուհանը, որը բացվել է 44-օրյա պատերազմից հետո, այդ պատուհանի անունը Զանգեզուրյան միջանցք։ Այնպես որ սին են այն բոլոր մտքերը, թե
Հայաստանի Հանրապետությունը վերջապես Թուրքիայի հետ հարաբերություններ կկարգավորի, չի լինի նման բան։ Որովհետև Թուրքիայի իշխանությունը, բնակչությունը եւ Ադրբեջանի իշխանությունը եւ բնակչությունը չեն կարողանա համատեղ ապրել, թե ի սկզբանե իրենց բնակչությանը ոչ ոք չի հարցնում, սա քաղաքական մոտեցում եւ դիրքորոշումներ են իրենց կողմից։ Եվ նա, ինչու համար, որովհետեւ Ադրբեջանում, հատկապես Ադրբեջանում հայատացությունը բավականին խոր արմատներ է ձգել եւ այնտեղ մանկապարտեզից սկսած մինչեւ գիտահետազոտական ինստիտուտներից վերջացրած հայատացության համար շատ լուրջ աշխատանքներ են կատարվել, իսկ Թուրքիայում ազգայնականները, հատկապես ազգայնականները բավականին ագրեսիվ են տրամադրված հայերի հայկականության նկատմամբ, ընդ որում պետք է ասեմ Թուրքիայում բավականին թե հողային օրենսգրքում եւ թե մնացած աշխատանքային օրենսգրքում բավականին ուշագրավ կետեր կան, թաքնված կետեր կան, որտեղ որ հայերի իրավունքների մասին է նաև խոսվում, այսինքն սահմանափակվում է հայերի իրավունքները, օրինակ հողային օրենսգրքում կան կետեր, որտեղ որ սահմանափակվում է հայերի իրավունքները անշարժ գույք ձեռք բերելու առումով, խոսքը գնում է աշխարհասփյուր հայերի մասին, այլ ոչ թե Թուրքիայում բնակվող հայերի մասին։ Այնպես որ ես կարծում եմ, որ իրականում եւ թե Թուրքիայի իշխանությունը, եւ թե Ադրբեջանի իշխանությունը, եւ թե Թուրքիայի բնակչությունը, եւ թե Ադրբեջանի բնակչությունը կողմ չեն Հայաստանի Հանրապետության հետ, ընդհանրապես հայերի հետ հարաբերություններ կառուցելու։ Հայերը կարող են հարևանությամբ ապրել խաղաղ նրանց հետ եւ Ադրբեջանի առաջարկով Հայաստան տեղափոխվեն ադրբեջանցիները, որոնք նախկինում ապրել են իրենց արևմտյան Ադրբեջան տարածքներում եւ այլն, այս որքանով կարող է ընդհանրապես խելքին մոտ լինել եւ ընդհանրապես խնդրում եմ որպես ամփոփիչ հարց, ձեր կարծիքով Հայաստանի այս իշխանության տարանջատումը պատմական Հայաստանի եւ այսօր պետականություն ունեցող Հայաստանի միջև այս ջատումը որքանով դրական արդյունք է ունենալու Հայաստանի համար իրականում։ Նախ ասեմ, որ հնարավոր չի համատեղ ապրելը, բացառված է համատեղ ապրելը, ոչ թե ասում եմ կարճաժամկետ կտրվածքով, այլ նույնիսկ երկարաժամկետ կտրվածքով, դա բացառված է։ Ես կարող եմ օրինակով նույնիսկ ասել, խորհրդային տարիներին, երբ որ եղբայրական ժողովուրդներ էին բոլորը համարվում եւ նույնիսկ կրոններ հետին պլան գնացել, որպեսզի բազմակրոն այդ երկրում, մեծ երկրում կրոնով պայմանավորված թշնամանք չլիներ, միևնույն է, հայերը եւ ադրբեջանցիները հաշտ չէին եւ միևնույն է, կար կոնֆլիկտը, չնայած փորձեր կատարվում անդադ այդ կոնֆլիկտը մեղմել, միևնույն է, կար այդ կոնֆլիկտը, ոսկեպարը վկա։ Եվ ընդհանրապես Նախիջևան Երևան այդ երկաթուղով գնալ գալը վկա, երբ որ նույնիսկ քարերով խփում էին ապակիներին։ Այո, ես մտածում եմ այդ միջանցքը, որ գոյացավ, միևնույն է, այդ խնդիրը լինելու է, նույնիսկ եթե մեր տարածքով անցավ, եթե նույնիսկ մեզ թույլ տվեցին մենք այնտեղ որևէ դերակատարություն ունենանք, միևնույն է, դա հնարավոր չի լինի։ Ես պետք է ասեմ, այստեղ ոչ թե մենք ենք դա հրահրելու, այլ հենց իրենք ադրբեջանցիներն են հրահրելու, որովհետև ասեմ ձեզ, որ ադրբեջանցիները այսօր մեզ վերաբերվում են որպես երկրորդ, երրորդ, չորրորդ այսպես դասի մարդկանց եւ արհամարում են իրենց բարվելակերպով եւ իրենց մոտ հայատացությունը այնքան խորն է մեր նկատմամբ, որ իրենք մտածում են, որ մենք ընդհանրապես պետք է այստեղից վեր գնանք եւ գնանք։ Մենք այստեղ ապրելու իրավունք ունենք։ Ինչ վերաբերում է պատմական եւ ներկա Հայաստանին, իրականում պատմական Հայաստանը մեր պատմությունն է։ Եվ առանց պատմության մենք ով ենք։ Դուրս է գալիս, որ առանց պատմության մենք այն մարդիկ ենք, որոնց որ ներկայացնում է Ադրբեջանը եւ Թուրքիան, այսինքն ինչ որ տեղից եկած մարդիկ ենք։ Այնպես որ պատմությունը մեր հիմքն է եւ պատմությունից հրաժարվել կամ պատմական Հայաստանից հրաժարվելը, դա նշանակում է հրաժարվել քո ինքնությունից, քո եսից եւ ընդհանրապես քո հետոից եւ ապագայից հրաժարվել, որովհետեւ չունենալով պատմություն դու չես կարող գնալ ապագա։ Այսինքն ամեն դեպքում բնակչությունը պիտի հասկանա, որ օրինակ հիշատակի օրը ամսի 24-ին բոլորը պարտավոր են լինել այնտեղ եւ ցույց տալ իրենց դիրքորոշումը, իրենց ներկայությամբ։ Ես կարծում եմ նույնիսկ չարժե քարոզ անել դրա համար, ամոթ է նույնիսկ քարոզ անել, որ դե հակաքարոզ արվում է, դրա համար ստիպված ենք մենք էլ։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր հայ աշխարհի ցանկացած սայրում յուրաքանչյուր հայ
ապրիլի 24-ը ոչ միայն պետք է համարի հիշատակի օր, այլ նաև վրեժի օր վերջի վերջո։ Պետք է մտածի, որ ինչ քայլ պետք է անի, որ մեկ քայլով մոտիկանա այն վրեժին, որը կլուծի ապրիլի 24-ի անմեղ զոհերի հիշատակը եւ որով որ կկարողանա ինքը տեր կանգնել այն պատմությանը, տեր կանգնել այն մշակույթին, որը որ հիմա փորձում է ջնջել եւ թուրքական աշխարհը եւ Ադրբեջանը եւ ընդհանրապես մեր թշնամիները։ Ես շնորհակալ եմ, շատ ափսոս որ ժամանակը կարճ էր, բայց այսուհանդերձ հարգելի հեռուստատիտողներ, ես ուղղակի ուզում եմ եւս մեկ անգամ ասել, որ այո, պատմական Հայաստանից հրաժարվելու դեպքում մենք վտանգի տակ ենք դնում պետական Հայաստանը, Հայաստանի պետականությունը ընդհանրապես եւ այս մասին պետք է մտորել եւ կառուցողական եզրահանգումների կան։ Այսքանը կհանդիպենք մեր հաջորդ հրաժարվանից տեսություն։